Գերեր ողջույն, այսօր մեքենայի մեջից եմ սկսում վիդեոն։ Այսօր գնում ենք հետաքրքիր շատ մեր միջոցառման։ Ճիշտ է, մի քիչ ուշ եմ գնում, չգիտեմ ինչքան ավտո մնացած կլինի, բայց այսօր Father's Day է Ամերիկայում, պապաների օրն է, իսկ այդ օրը շատ տարբեր car show-ներ է անցկացնում Լոս Անջելեսում ու ամենակարևոր, ամենամեծ car show-ն է Beverly Hills Rodeo Drive-ի car show-ն է, որը որ շատ մեծ ու շատ ուժեղ կոլեկցիոներներ են բերում իրենց ավտոները։ Ամենաճոխ, ամենամասշտաբային ավտոշոուներից մեկն է իհարկե։ Հենց որ հիմա գնում ենք ընդ ընկերներ, գնանք տենանք ինչ լավ նորություններ կա, ինչեր կա։ Ես էլ այսօր կաբրիոլետով եմ ընկերներ 124 սպիտակ։ Ու այս վիդեոն դուրս է գալիս կաբրիոլետի երկրորդ սերիայից, այսինքն երբ որ արդեն պատրաստ է այդ վիդեոն դրանից շուտ, ուստից կարող ենթադրեք, որ կաբրիոլետը պատրաստ է ու հաջորդ սերիայում ամենայն հավանականությամբ կլինի կաբրիոլետի մասին, երկրորդ սերիա ֆինալը, մնացած պրոյեկտներն էլ ընթացքի մեջ են ընկերներ, անպայման բոլորի շարունակությունները ելնելու է, որ ավտոները որ տեսել եք ու կիսատա, անպայման բոլորի շարունակությունները ելնելու է, Silver Wagon-ը, կաբրիոլետը, կանաչ վագոնը, կարմիր 124 կուպեն, 124 տուրբոն, բոլորը ելնելու է ընկերներ, հենց որ հիմա գնանք այսօր պապաների օրվա արդով car show-ն վայելենք, հաջորդ սերիայում արդեն սկսենք մեր պրոյեկտներից ընկերներ։ Այսօր ուրեմն այս կաբրիոլետով ընկերներ ես Լոս Անջելեսի եղանակի ու այս ճամփեքի համար, չգիտեմ, իդեալական է ուղղակի, դրա համար կաբրիոլետով եմ գնում, շատ կայֆ է իհարկե, իսկական բանը, նախատեսված է կաբրիոլետը բանի Լոս Անջելեսի կամ մասնավորապես Կալիֆոռնիայի համար, այս են սիրուն պտույտ, ոլորապտույտ ճամփեքով գնում ենք, ճիշտ խոսանք հայերեն էլի, ու ոնց որ տենում եք ճամփեքի որակի այդքան էլ լավը չի, դղկոց, շղկոց եւ այլն տես տարբեր բաներ, բայց ամեն դեպքում գնում ենք հասնենք տեղ ընկերներ, անպայման կմիանամ ու կսկսենք արդեն ուսումնասիրել տեղում ինչ մեքենաներ կան, ինչ հետաքրքիր նորություններ կան, ընդե մենակ կլասիկ չի, սուպեր ավտոներ եւ այլն ցանկացած ամեն ինչ որ չես տնա փողոցներում, Rodeo Drive-ի car show-ում կտնաս, հենց որ գնում ենք ընկերներ, հանդիպենք մի վայրկյանից։ Ընկերներս Beverly Hills-ն է, այսքան հատվածն է, ու հենց ուզում էի ցույց տալ ճամփեքի ինչքան վատնասի կամերա վեկալ եմ ցույց տամ, որ ինչքան վատնա top 1 Ամերիկայի թաղամասում, մի պահ սկսեց լավ ճամփա, ընկերներ, բայց ինչ եմ ուզում ասենք Beverly Hills-ը, չգիտեմ, աշխարհով մեկ ճանաչված ամենահարուստ մարդկանց աստղերի բնակավայրն է, բայց ճամփեքը էլի զեյբիլ ընկերներ, մինչև հասնում ես տվեցա դեղ, շեղ, փոս, եսիմի, շակ, որ խայտարակություն է, այսքան տեղի իհարկե լավն է, բան չունեմ ասելու, բայց մինչև ստե հասնելը են, որ ասում ես ոնց կարելի է, էլի, ուզեմ ասեմ մենակ եթե Հայաստանից եք նայում կամ որ քաղաքից որ նայում եք, մենակ տեղ չի, որ ճամփեքը վատ է քաղաքի մեջ, դաժե Beverly Hills-ում, որտեղ որ, չգիտեմ, ապրում են top հարուստները, զիբիլ ճամփեք անգերներ, այսքան տեղը ոչինչ, լավ է, այսը ճամփեքին էլ տարբեր սուպեր ավտոներ, բաներ չգիտեմ, ինչ ասես կտենեն, որտև բան այստեղ սուպեր մեքենաների հայրենիքն է Beverly Hills-ը, երբ գալիս ես, ասենք չգիտեմ, Ferrari ու Porsche տենալու, իշտում ես Beverly Hills, վերջին նորությունները սա ստե է։ Լավ, գնացինք, հեսա կամաց հասնում ենք ընկերներ։ Աշկից պարքինգ չենք ճարելու կայնենք, բայց car show-ն այսինքն տեղում ենք անում մի պատոկի մեջ 5 հատ McLaren կա կայնած, ես իմ ինչ կա, տեղից ես Beverly Hills-ը կանա car show-ը, մեկ ասենք ես գոնշնի McLaren։ Rodeo Drive-ի պատոկը այս ավտոներ էլի։
մեկ այնտեղ մի քառակուսի մետրի վրա ասենք մի 2 միլիոնի ավտո է կային։ Այս ինգեր այդ կրասոտկայի հյուրանոցն է, այդ կինոյի մեջ որ կա, չգիտեմ, տեսել եք, չեք տեսել, ասենք Beverly Hills-ի ամենակենտրոնն է, էսի։ Սենց էտե որ նայեք, այս կողմը սենց Քարշոուն, այն կողմն է, այս ապտիկ ուղղակի կանգնելու տեղ գտնենք, որ կանգնենք, կանգնելու տեղը շատ դժվար է գտնելը, բայց կարծում եմ կգտնենք։ Խոսքով ամենահայտնի փողոցը Լոս Անջելեսում երևի, ասենք մեր Երևանի հյուսիսային պողոտայի ամերիկյան վերսիան։ Գնանք կանգնելու տեղ չարենք, կանգնենք ինգերից։ Երբ կանգնանք, բայց կանգնա հենց Beverly Hills-ի Rodeo Drive-ի կողքն է, խոսքով, ասի մեր եղնիկը թողում ենք ստե, գնանք տնանք Քարշոուից ինչա մնաց։ Հեսա դուրս են գալի, չնայած էսի իմ ամենասիրած պահն է, երբ որ դուրս են գալի, որտեղ այս ավտոների շարժման մեջ չեմ սիրում, ավտո կանգնած ես նայում, ոնց որ տենց բառազնապես բան չի ասում, բայց հələ որ երևի 10-15 րոպե կանգնած կդեն, մինչև իջնենք ելենք, ասենց Երևան ինչեր կա, փողոցներում արդեն Քարշոու է, անգեր է սաղ փողոցը, ասենք կլասիկներ է, էկզոտիկներ է եւ այլն։ Հիմա ցույց տամ։ Այստեղից սկսում ենք ընկերներ, հեսա արդեն Rodeo Drive-ը սկսվում է ու Քարշոուն ոնց որ տելում եք մի աշխարհ մարդ կա։ Տարբեր մարդիկ են գալի թե ընտանիքներով, թե մենակ, թե ինչ խոսքով։ Չգիտեմ, սենց բան տեսել եք, թե չեք, մենակ ստե կարել սենց բան տենակ։ Ապոկալիպսիս։ Նե։ Ընկերներ, ուրեմն եկանք առաջի ստենդը, ոնց որ տենում եք կլասիկ Porsche-ը, 11, այսի SL 300 SLR-ի մակետ է, որովհետև սրա այսի աշխարհում ամենաթանկ ավտոն է, որ ծախվել է 136 միլիոն, հենց էսի չէ, էսի մակետն է, սրա օրիգինալ 300 SLR-ը, էս էլ Ferrari-ի ամենաթանկ 256 GT-ն է, ռեպլիկա է իհարկե, կարծում եմ, բայց ստեղ սես կատեգորիայի օրիգինալ ավտոներ են լինում, էլի, հիմա այսը կարդանք հասկանանք, սա տեսնում եք 62-250 GT-ո, ու SLR-ներ է, մի խոսքով գնացինք ստեղ ինչ ունենք, շատ ավտո չեք կարնալ տնեք, ուտես սաղ նկարվում են գժանոցա, ուժեղ միջոցառում, այսպես նայք ինգիր, բայց դե հետա, Ford Bronco Classic, առաջի կուզով Ford Bronco-ներն է, շատ պահանջված սիրված Ամերիկայի ավտոյում, այս կարգի պրոյեկտները մոտարապես մի 200,000-ի կարգի են, Mustang բան ես արդեն չեմ նայում սրանց վրա, որտեղ այնքան եմ տեսել հոգնել եմ, քայլենք տնենք ինչ կա, Ենք ստեղ ինչա, Citroen DS Decapotable, ես ինչ է, convertible-ի հետ են երևել, բան ավիրալ է, ֆրանսերեն քիչ դժվար է, շատ օրիգինալ ավտո է։ Ասենք փողոցներում երբեք չես կարա տենաս սենց ավտոներ։ Անավանդ այս վիճակում, որևէ վիճակում իհարկե։ Ստեղ ինչ ունենք, Packard-ը շուտվանից չի արտադրվում իհարկե, բայց ինքը եղել է ամերիկյան Rolls-Royce-ի նման մեքենա, չափսերը ուղղակի որ պատկերացնենք ընկերներ, ահա որ մեծ է, հեռախոսը չի փոխանցում, ասենք
6 մետրից ավել է այս ավտոն այստեղ։ Ստեղ ինչ ունենք։ Չգիտեմ Sunbeam, առաջ անգամ եմ լսում, առաջ անգամ տենում ֆրանսիական ավտո է։ Ստեղ ունենք Cadillac Fleetwood կարծեմ։ Բոմբա իհարկե։ Ստեղ Ford Thunderbird։ Գույնը վերջն է։ Գույնը շատ սիրուն է։ Ստեղ ունենք Rolls Royce։ Cornish Shop։ Սրանք սաղ ընկերներ ավոր գումարներ արժեն այս ավտոները ու այս կարգի պահել է իրանց։ Հրակ ես ինչ ունենք ամերիկյան Cadillac-ներից, ասենք երկարությունն է այք ավտոյի։ Ստեղ ունենք Buick 40 թիվ։ Ես այս կանաչ գույնի ֆանատ եմ ու էսի շատ սիրուն ներկած է այս ավտոն, շատ սիրուն մաքուր պահած է։ Չենց տե ավտոները սավ են տենց։ Ստե ինչ ունենք Lincoln Continental 65 երևի կամ 64 թիվ։ Այս սրանց դռները սույսա դոր է կոչվում, բացվում է իրար դեմ դիմաց։ Այն է ոնց որ դեղ տենում եք։ Իրար հակառակ է բացվում դռները։ Ես ուղղակի սրանցից շատ եմ տեսել, նենց մի քիչ կուշտ եմ ճիշտ ասած, համար ավելի օրիգինալ բաներ եմ փորձում ցույց տամ ձեզ։ Կարամ ասեմ, այս տարի համեմատ քիչ են։ Այն տարվա վրա այս Beverly Hills-ի Car Show-ում մի քիչ պակասում է քանակով մասնակցության, բայց դե էլի գրավիչ է իհարկե։ Սենց hot rod-եր ունենք։ Custom բաներ են իհարկե սրանք, բայց դե սիրահարները իհարկե կան, բանտաժները վերջն են, դզեց, չէի տեսեք ողքից, բայց ասենք դզեց, օբշի ընդհանուր վերջն է բանտաժները, հետևի լենությունը ու դեմի նեղությունը։ So 1923 for T-Bucket. Okay. Look here. Yeah, okay, but Yes, ամեն քայլափոխի նկարվում են։ Այս ավտոն իմ համար առանձնապես գրավիչ չի։ Շարժվենք առաջ։ Ես մի քիչ ավելի եվրոպականի սիրահար եմ։ Այք ինչ ունենք ստենգեներ։ Aston Martin Vintage Coupe։ Չգիտեմ, այս թվերի Aston Martin տեսել եք թե չէ։ Շատ մաքուր ավտո է։ Ya böyle enden sadece arabanın boyası. Կապույտ կարմիր սալոնով համադրությունը շատ լավն է գույների։
այստեղ ունենք էլի նկարվել, բան, չգիտեմ ինչ։ Չգիտես աղջիկներին նայես, ավտոներին նայես։ Խոսքով ստեղից անցա։ Ստեղ ինչ ունենք ինգել, ստեղ ունենք De Tomaso Pantera GT5S։ Այսի իտալական է De Tomaso-ն, բայց ամերիկյան V8-ով արտադրվել։ Էլի կլասիկ գազաններից է։ Էլի փողոցներում անհնար է De Tomaso տենաս ասենք, բայց եթե ուզում ես տենաս իրականում, տիգաս Rodeo Drive-ի քարշում։ Station wagon ամերիկյան, իհարկե ես շատ եմ սիրում station wagon-ները, ովքեր մալիք նայում են գիտեն, ես վագոնների սիրահար եմ։ Ավելի շատ եվրոպական, բայց ամերիկյաններին էլ դեմ չեմ։ Աստեղ։ Ասը չնայեցինք էր ինչ էր։ Աղջիկը նկարվում էր։ Շեղվեցինք։ Jaguar XKE կամ E-Type երևի դիզայնով աշխարհի ամենասիրուն ավտոներից մեկը, ոչ մենակ իմ կարծիքով իհարկե։ Ստեղ Studebaker, դուրս չի գալիս ավտոն չեմ նկարում։ Շունիկ AC մի ժամանակ սենց կամպնի է եղել ավտոյի, հիմա չկա։ Ստեղ ինչ ունենք Racing Green Excalibur SS Roadster Չգիտեմ, ես օրեգիրալ բանա թե չեմ Երևի Սենց բաները չեմ սիրում Ամերիկյան Այսքան ոչ թե չեմ սիրում հոգնել եմ, որտև շատ եմ տեսել, շատ եմ շփվել, էլ հետաքրքիր չի Ստեղ ինչ ունենք Բանը, Dragster-ը էսի, Mustang-ը Հետևի պագշիկից դատելով կարանք ասենք, որ Dragster-ը Այսքան Drag Race-ի համար նախատեսված ավտո է Ստեղ չգիտեմ ինչ ունենք Հետաքրքիր ավտո է, բայց ինչա չգիտեմ Custom-ը կարծում եմ Անայն դեպս ինչ-որ այա լավն է, սիրուն է Կքշեի, այսպես ասած Ընկերներ, ստեղ արդեն սուպեր հանգանոց ավտոներն են Սա Bugatti է Այս ավտոյի իրական չափերը պատկերացնելը դժվար է, բայց ահա որ մեծ ու Bugatti Cabriolet ես երբեք չեմ տեսել այս բան։ Պատկերացեք 39 թվին սրանով ասենք ման ես գալի փողոցները։
Անհավանական չափսերի ու սիրուն ավտո է։ Ասենք սենց ավտոները ինչ որ շատ ուժեղ կոլեկցիոներների կամ թանգարանների շենքերում հատուկ պահպանվող տարածքներում կանգնած են, երբեք դուրսը չես կարա տենաս։ Հիմա նայեք ստեղ ընկել է։ Այս ավտոն չգիտեմ որ թիվա, բայց ասենք հեսա կնայենք։ Ընկել է ֆանտաստիկ չափսեր ունի այս ավտոն։ Հեռախոսով երբեք չեք կարա հասկանաք։ Տենակ Mercedes անգերներ, կարծում եմ 30-ականների կամ 20-ականների Mercedes-ը, այսա կկարդանք։ Մոտարապես երևի 26-27 ձույն բանտաժներ է, ու Michelin պագրիշկեքով։ Տեսել եք երբեք սես Mercedes ընկերներ։ Ladies and gentlemen, it's been my pleasure to be here on Rodeo Drive's 50th anniversary, 31st anniversary for Concours d'Elegance. Father's Day, you have 5 minutes. 5 minutes and we're going to have to move everyone onto the sidewalk. 5 minutes, everyone will have to move to the sidewalk. Thank you once again. Ինչ հասցնենք կնկարենք։ Հետո սկսում են շարժվել, հետո ամենահետաքրքիր բանն է, որ սկսում են շարժվել։ Նայեք ինչ BMW անգերներ։ Տեսել եք երբեք սես BMW, ես չեմ տեսել։ Եթե տեսել եք գիտեք, ասեք ինչ BMW, ես չեմ տեսել, չգիտեմ։ From me. Սելա Mercedes։ Last song. Եվ քանի որ վերջացնում են շուտ անցնենք ստեղ, տենենք ինչ ավտոներ կա։ Gordon Murray, Gordon Murray-ին գիտենք, ավտոաշխարհում հայտնի մարդ է։ Հիմա ցույց տամ մի ավտո, որ անհնար է ուղղակի տենալ ընկերներ, բայց այդտեղ կարելի է։ Aston Martin Valkyria Spider։ Nayek ինչ ավտո է։ Ferrari F50 ընկերներ ու սև։ Այսինքն ասենք լեգենդներ են այս ավտոները։ Ասենք Valkyria, ըստ ժամանակակից ավտո, բայց F50-ն է գերդես։ Գիտեմ։ Իսկ կինոներում չկա ասենք։ Leo. Carrera GT։ Porsche Carrera GT ընկերներ։ Սրանք անհավանական ավտոներ են։ Wow, Porsche Carrera GT։ F50-ը ասենք չգիտեմ։ Այսի գոնոշնի Porsche, ինչ-որ մրցումների մասնակցած հաստատ, չգիտեմ, ու այստեղ նայեք։ Եվ գիտեք, որ ես Porsche-ի սիրահար եմ ընկերներ ու ասենք, ես ավտոն սպանում եմ։
911 wide body turbo, չգիտեմ intercooler-ները խիա դեմը, բայց Ստե 5 կլասիկներ, ես մինչեր, բայց 5 կլասիկները չենք նայել, որտեղ ստե ժամանակակից գազաններ ունենք, որ պետք է նայել։ Այսի հելը մի կողմն ենք իշնում ընկերներ, մյուս կողմը հետ պետք է բարձրանանք, բայց դժվար հասցնենք սաղ ավտոները տենանք, ամեն դեպքում գնանք, ինչ կտենանք։ Ասենք F50-ից հետո չի նայվում, Չնայած սուպեր մաքուր ավտո է, Ferrari։ Այսի իմ անկության երազանքն է, Testarossa-ն։ Ես 90-ականների երեխա եմ, իսկ Testarossa-ն դի խորհրդանիշն է 90-ականների Ferrari-ն կարմիր։ Հույսով եմ մի օր կունենանք, չի բացառվում։ Սուպեր մաքուր, 300 SL ընկերներ։ Այսի Galvin-ի կաբրիոլետն է։ Ստեղ ունենք Lambo Countach։ Էլի 80-90-ականների լեգենդներից ընկերներ։ Ասենք ես ավտոները գտել չգիտեմ, կյանքի հաջողակ մարդն ես, այս ավտոները ուղղակի տենալ եմ ասում, կարին ես տենած։ Ուղղակի ֆանտաստիկ ավտոներ։ Մորգաններին եթե ծանոթ չեք, ուսումնասիրեք, շատ հետաքրքիր ավտոներ են, անգլիական։ Փայտի հիմքի վրա արտադրված շասի, Countach, Testarossa 300 SL, Galvin, ու ասենք Ferrari, լավ Ferrari, ժամանակակից ավտոների պապան, ուզեմ հեռախոս անջատեմ ես նայեմ այս ավտոները, որովհետև ես էլ չեմ տեսել երբեք իրականում։ Now you're getting smart. You just work, you know the difference. Joining us today, it's time to make your way to the sun. Այս ավտոները ամեն տարի 1 միլիոն թանգանում է երևի, այսպես վիճակը։ Ասեք նայում ես Ferrari-ն հիմա էլեկտրիկ ավտո է հանարել մի հատ։ Նայում ես S Ասենք լավ Ferrari-ն ու գիտեմ հիմիկա Ferrari արտադրած կատակը, որ ավտո է հանել, չգիտեմ խի է հանել։ Mercedes մոդելը ոնց է CSL, չեմ հիշում, բայց այս է շատ հազվագյուտ ավտո է։ Ստե ամերիկյան կատակ ավտոներից է իհարկե։ Սկսում են հավաքվել արդեն սաղ, կամաց, բայց այս մարդկանց դժվար փողոցներից լարելը։ Այս հետաքրքիր բայրը էսա սկսում է անգերև, սկսում են շարժվել ավտոները, դա ամենակայֆն է։ Սկսենք նկարել արդեն։ C1 Corvette Background stuff. 40 inches above it. Ferrari լեգենդներից Lancia Corvette Think GT40-ն է Roman միլիարդատեր պապի իրա չգիտեմ ինչ ավտոյով
Ford GT40-ի ժամանակակից տարբերակները Ladies and gentlemen, as you can see, the cars are rolling out. For your safety, please make your way to the sidewalks. You can exit through the side streets. Volvo super clean, super market Beverly Hills Finest will be moving through the streets here shortly. 310 Galving Please find your way onto the sidewalks. Think այս ավտոները շենքերի պատերից դուրս տենալ անհնար է First anniversary of the Concours d'Elegance. Concours d'Elegance Այս ինչ ավտո է, չգիտեմ, բայց լավն է Մոտ հաս տրուբա է այդում մեջ ու չգիտեմ ուր այդում Is this Buick Riviera? Oh. Ես մարդու արած աշխատանք ու ծախսած փողը անհավանական այս պրոյեկտի վրա Buick Riviera է, որը որ հիմա ցույց տամ Չգիտեմ ինչքան փողա ծախսել ու սարքել ասենց հին պաժարնի ավտո Ստե գլորվում են ավտոները արդեն Lambo Miura Դեմ քշվելուց Lambo Miura երբեք չեմ տեսել Հիմա տեսա Papi avtonun է Այնտեղ Ferrari F40 եմ տենում ընկերներ Guys, we need to clear it from the street, thank you. Onto the sidewalk, please. Thank you. On there, off the street. Տենում եմ F40-ը գալու է ընկերներ տենում Safely, just like you. Իվան հենց ավտոներ ենք տենալու քշվելուց, որ երբեք չենք տեսել ընկերներ Մատե պաժարնի Goes ավտո home safe and sound. Please make your way to the sidewalks once again. Պապին հաստատ անգլիացի է Անգլիական մորգանով, չգիտեմ խի այս գույնի պչեմ, բայց հետևի սիրում է Ամեն դեպքում Այս Riviera-ն վերջին Նայք F40 եկավ ընկեր Լստեն այք ընկեր Ասենք եսի, չգիտեմ, ես ավտոն բոլոր իմ սերնդակիցների երազանքն է Սա հավակվում է ստից բաց թողը
Once again, please move off the street. Lexi as yes, we exit Mercedes-ը, all of the white cars body. first. Դրանք սա absolute հազվագյուտ մեքենաներ են։ Աղջկա դուխն եմ սիրում, որ էլի կայնել է փողոցի մեջտեղը։ Այդ ձկան պոչով բաժարն է ապնում։ GT car Thank you very much, everyone. You're doing a great job. A few more of you to follow the lead and jump onto the sidewalk area so the cars can make their way. And you safely make your way off the street. Ariel Atom Papin egoist է Spider ընկերներս Spiker Spider F12 super fast Sixteen I can get it. La Ferrari. Կյանքը ստացվել է մուժիկի մոտ։ Shark neck ընկերներ։ La Ferrari, Ennis Ferrari, հետևից NSX, the Countach, այսի խելար շարք է։ Mas love. A rosa gnas. Acura NSX. C-Mac Corvette. U Countach engene, si Countach. Fantástica é ela. Garvey nereye şarkı?
տեսել ու էլի կարմիր երկու հատ Ferrari Це marka շարքերը որ ցույց տամ կես է սա միջև եսի որդ է կայնացել Please make your way and clear the street. Այն դենում եմ Porsche To the sidewalks so the cars close up and traffic. Please make your way off the street and onto the sidewalks. Thank you. Սեր շատ հազվագյուտ կադիլական Ferrari ուղղակի վայել ենք ընկերներ Բերտոն է Չէ, Բերտոն է փողոցում ոնց կարաս տենաս Միուրան Դյուսենբերգ, հին գոնշնի Դյուսենբերգ Դյուսենբերգը էտի Ամերիկայի համար մեկ լաքշրին է եղել Rolls Royce-ից ավելի թանկ ավտո է եղել Բայց սանեն գասել է Լամբո մի ուրայ ձենն է Sorry. Չգիտենք ինչա, բայց որ թանկա ու արագա հաստատ Ferrari-ի ամենա հայտնի տեսարանը, եթե չխաբեմ Այս փողոցը Այն փողոցն է, որտեղ որ տենում ես շատ տարբեր տիպի կյանքի են ամենապիկում գտնվող մարդկանց տարբեր ազգերի, ցեղերի, ես շատ գիտեմ ինչերի ամենաթանկանոց խանութներ բռնի, ես իհարկե անտարբեր եմ այդպես բաների հանդեպ բացարձակ, բայց մարդիկ ովքեր որ անտարբեր չեն գալիս են ստեղ գնումների եւ այլն, աստղեր, չգիտեմ ինչ է սիրուն հագնված ոճային մարդիկ եւ նման բաներ։ Դե ինչ ընկերներ, քարշուն պրծավ, գլանոցը չպրծավ Բևերլի Հիլզի։ Մի հատ էլ հզոր ավտո ցույց տամ, Pagani Huayra։
կարմիր կարբոնից ընկերներ, չգիտեմ։ Սես բան երբևէ տեսել եք։ Այս ավտոն դիզայներական գլուխգործոց է իմ համար, ոչ մենակ իմ համար։ Ապսս մոտիկի չեն կարա տենանք, բայց իրոք ֆանտազիա է այս ավտոն։ Ընկերներ, ես էլ կռասոտկայի հյուրանոցը։ Այս ֆոնի վրա էլ ընկերներ եկեք ավարտենք մեր այսօրվա վիդեոն, հանդիպենք հաջորդ անգամ, հաջորդ իմ պրոյեկտների ընթացքում, նորություններ է լինելու բոլոր այն պրոյեկտներից, որոնց որ վիդեոները կիսատ են ալիքում, անպայման ընկերներ բաժանորդագրվեք ալիքին, գրեք այս ֆորմատի վիդեոները ոնց է, հաճելի է նայվում թե չէ, խոսքով կոմենտներ, լայքեր, սուբսկրայբեր եւ այլն բոլորը կզարում եք ընկերներ, գնացինք լավ մնացիք, հանդիպենք հաջորդ անգամ։